Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 1 մայիսի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Ռեստարտ Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպությունը իրականացրել է էքսպո ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Գեղարքունիքի մարզի տեղական արտադրանքն ու աշխատաշուկան։ Էքսպոն ուղեկցվել է բիզնես ֆորումով, առաջին բուժօգնության, ազգային պարերի վարպետաց դասերով, մարզական ցուցադրական ելույթներով և գեղարվեստական կատարումներով։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալներ Գրիգոր Բուշյանի, Մուրադ Մովսիսյանի և Ռեստարտ Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Արեշացյանի ուղեկցությամբ Շակիկ բուլվար կոչվող այգում մասնակցեց մայիս 1-յան միջոցառումներին։ Ներկայացված էին աշխատանքի և կարիերայի տոնավաճառ, ձեռներեցության վերաբերյալ բիզնես քննարկում, տեղական արտադրանքների տաղավարային ցուցադրություն, առաջին բուժօգնության և ազգային պարերի վարպետաց դասեր։ Միջոցառումը կազմակերպել էր Ռեստարտ Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպությունը Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա աշխատանքի և կարիերայի էքսպոն կազմակերպվել է World Vision Հայաստան կազմակերպության հետ։ Ռեստարտ Գավառ Sky ակումբի կողմից է իրականացվում, երիտասարդները մի տարի շարունակ իրականացնում են դասընթացներ, մասնակցում են ամեն շաբաթ դասընթացների և վերջին բաղադրիչը սոցիալական ձեռներեցության մոդելն էր, որով որ մշակվեց ծրագիր իրականացնելու Գավառում աշխատանքի և կարիերայի տոնավաճառ միջոցառում։ Այսօր նաև հատկանշական է այն առումով, որ մասնագիտական կողմնորոշումը իրականացում են հենց մարզի ուսումնական հաստատությունները, այստեղ ներկա են մարզի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ՀԿ ոլորտից ներկայացուցիչներ, ովքեր ոչ ֆորմալ կրթությունն են ապահովում համայնքում, եւ նրանք ներկայացնում են իրենց աշխատանքները, փորձում են երիտասարդներին տալ իրենց մասնագիտական կողմնորոշումը, ուղղորդել նրանց, թե ինչ մասնագիտություն կարող են ընտրել ապագայում, որպեսզի աշխատաշուկայում ավելի պահանջված լինեն։ Գուրգեն Մարտիրոսյանը շրջեց տաղավարներում, ծանոթացավ տեղական արտադրանքներին, առաջարկվող աշխատատեղերին և մասնակիցների հետ քննարկեց գործակցության հնարավոր տարբերակները։ Մասնակիցներն կարևորեցին էքսպո ցուցահանդեսը, այն համարելով մասնագիտության ու աշխատանքի ընտրության հնարավորություն։ Այս նախաձեռնությունը ես տեսել եմ Facebook-յան էջից, իսկ ինչ վերաբերում է այստեղի միջոցառումը, ես ողջունում եմ կազմակերպիչներին, բոլորին։ Բազում աշխատանքներ կային, բայց ես մասնագիտական եմ ուզում։ Բանասեր եմ, ավարտել եմ համալսարան եմ, ուղղակի չեմ կարողանում գործ գտնել։ Հիմա մի տեղ ուսուցչի օգնականի գործ եմ տեսել։ Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական մաս։ Մայիսի 1-ի աշխատանքի ու աշխատավորի օրվա առթիվ ներկաներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գավառ համայնքի մշակութային հաստատությունների անհատներն ու խմբերը, իսկ մարզական ցուցադրական ելույթներով հանդես եկան Գավառի մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիչ Արաքս Մարգարյանի մարզիկները։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Գավառում հանդիսավորությամբ բացվել է Գավառ քաղաքի հիմնադիրներ Արծրունի եղբայրների մեծադիր արձանը, բացումն ուղեկցվել է գեղարվեստական միջոցառմամբ։ 2025 թվականի ապրիլի 26-ը Գավառ քաղաքի համար նշանավորվում է պատմական իրադարձությամբ։ Տեղի է ունենում Արծրունի եղբայրների մեծադիր արձանախմբի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը բացում են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Վահան Արծրունին և քանդակագործ Դավիթ Մինասյանը։ Միջոցառումն ուղեկցվում է Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների տաղավարային ցուցադրություններով, որտեղ ներկայացվում են Գավառ համայնքի կրթամշակութային հաստատություններ հաճախող երեխաների ձեռքի աշխատանքները, նրանց ձեռքբերումները, Գավառ քաղաքի պատմությանը վերաբերվող գիտական նյութեր և իրեր։ Արծրունիների արձանախմբի բացման արարողությունն իրականացվում է արծրունիների տոհմի մասին պատմող թատերականացված բեմադրությամբ և գեղարվեստական կատարումներով։ Ներկաներին իր կատարումներով ողջունեց նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը։ Միջոցառմանը ներկա են մարզային համայնքային իշխանությունների, կրթամշակութային հաստատությունների, արծրունիների տոհմի ներկայացուցիչներ, անվանի գավառցիներ, հյուրեր։ Այս իրադարձությունը վաղուց սպասված իրադարձություն էր։ Տասնամյակների ընթացքում մոռացության էր տրվել այն հանգամանքը, որ պատմության մեջ կա նման էջ, որ պատմության մեջ կան նման գործիչներ, պատմության մեջ կա նման պատիվ և արժանապատվություն։ Այնպես որ այդ իմաստով իհարկե շատ հուզիչ է այս օրը եւ ինձ համար եւ իմ ընտանիքի համար, որ ներկա է այստեղ։
Սա կարծում եմ, որ պատմական արդարության եւ պատմական իրողությունների հաստատման օր է։ Այսինքն ոչ միայն քանդակի բացումը, ոչ միայն գավառի պատմության մեջ կարևոր իրադարձություն։ Սա ընդհանրապես պատմությունը ընկալելու եւ ճիշտ հարաբերվելու պատմության հետ ճանապարհ է եւ ուղի։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ այս բերկրանքը այսօրվա կիսել Նոր Բայազետի գավառի իմ հայրենակիցների հետ։ Արձանախմբում Բայազետի նշանավոր իշխանական տան ներկայացուցիչներ Բարսեղ, Մկրտիչ եւ Մարգար Արծունի եղբայրներն են, ովքեր 1830 թվականին կազմակերպել են արևմտահայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան եւ այժմյան մեր բնակության տարածքում հիմնել Նոր Բայազետ բնակատեղին։ Արծունիները հոգացել են նաև նոր բայազետցիների բարեկեցության մասին։ Նրանք եղել են մեծանուն բարերարներ եւ ազգային գործիչներ։ Բրոնզաձոյլ արձանախումբը ներկայացնում է պատմական այն պահը, երբ Արծունի եղբայրները որոշում են հիմնադրվող քաղաքի աշխարհագրական տեղանքը։ Կոմպոզիցիայի մտահաղացման հիմքում ընկած է ազգի պահպանման 3 կարևորագույն հիմնասյուն՝ հիշողություն, հավատք եւ ապագայի տեսլական։ Քանդակը լուր արվեստ է եւ վիզուալ բայց կան սիմվոլներ, կան ամենակարևորը Արծունի եղբայրները ամեն մեկը ունի մեկ սիմվոլ, մեկ ատրիբուտ իր ձեռքում կամ դոշին մեդալի տեսքով, նշանի տեսքով, խաչի տեսքով, թե նալի, որոնք պատմությունը ուսումնասիրելուց հետո խորհրդանշում են եւ անցյալը չմոռանալը եւ ներկայով ապրելը, ճիշտ զարգանալը եւ ապագային նայելը։ Գավառում Արծունիների արձանախմբի տեղադրման նախաձեռնությունը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանինն էր։ Այս նախաձեռնությամբ նա ցանկացավ, որ Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում, որտեղ գտնվում է նաև քաղաքի անձնագիր հուշապատը, տեղադրվի նաև քաղաքի հիմնադիրների արձանախումբը, որպես պատմական եւս մեկ վկայություն։ Զբոսաշրջիկներ բերելու եւս մեկ հրաշալի հնարավորություն է, որովհետեւ որքան քո տարածքը, համայնքը, քաղաքը հարուստ է պատմամշակութային կոթողներով, ժառանգությամբ, բնականաբար նաև այստեղ այցելուների քանակն է ավելանում, իսկ սրանով նաև մենք փորձել ենք նպաստել մեր տարածաշրջանում որոշակի տնտեսական զարգացմանը։ Արծունիների արձանախումբը տեղադրվել է Գավառ քաղաքի 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Պայմանագրի արժեքը կազմում է 54 միլիոն 950 հազար դրամ համայնք պետություն համաֆինանսավորմամբ։ Համայնքի բյուջեի միջոցներով էլ պուրակը բարեկարգվել է։ Տեղադրվել են նստարաններ, լուսասյուններ եւ աղբամաններ։ Կատարվել է կանաչապատում։ Ալբարտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Շարունակում ենք թողարկումը։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել է Նարդու համայնքային մրցաշար։ Հաղթողներն արժանացել են համայնքի ղեկավարի պատվոգրերին եւ ստացել դրամական պարգևներ։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառում անցկացվում է Նարդու համայնքային մրցաշար։ Մրցաշարին մասնակցում են Գավառ համայնքի բնակավայրերում մրցաշարի առաջին փուլում հաղթած մասնակիցները։ Սանդղակային մրցափուլերով անցկացվող մրցաշարի մասնակիցները տարբեր տարիքի են։ Նարդու մրցաշարը կազմակերպվել է Գավառի համայնքապետարանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցում են 23 մասնակիցներ։ Ծավալվում է լարված եւ հետաքրքիր մրցապայքար, որին հետևում են նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Մրցաշարում համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանանում են Գավառ համայնքի ղեկավարի պատվոգրերին եւ ստանում դրամական պարգևներ։ Շնորհակալագիր է հանձնվում նաեւ մրցավար Երվանդ Ղուրշուդյանին։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մարտիրոսյանից այս գեղեցիկ Նարդու մրցաշարը կազմակերպելու համար։ Ես սիրում եմ, որ մարդիկ ինտուզիազմով շատ ոգևորված կարողանում են խաղալ։ Նրանց թույլ խաղացողներին չեմ սիրում։ Մրցաշարի պատասխանատուի տեղեկացմամբ նախաձեռնությունը կդառնա ավանդական եւ Նարդու սիրահարները ամեն տարի հնարավորություն կունենան մասնակցելու առաջնությանը։ Ալբարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Մարտիրոս Սարյանի կյանքին ու ստեղծագործությանն են անդրադարձել Գեղարքունիքի մարզային գրադարանն ու ընթերցողները։ Մեծ նկարչին նվիրված ցերեկույթը ստեղծագործական նոր գաղափարների եւ ոգեշնչման աղբյուր է դարձել միջոցառման մասնակից պատանի նկարիչների համար։ Հայ գեղանկարչության նահապետը խորագիրը կրող ցերեկույթով Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը շարունակում է ազգային գրադարանային շաբաթի միջոցառումների շարքը։ Ցերեկույթը նվիրված է մեծանուն հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյակին եւ անցկացվում է Գավառի մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների հետ համատեղ։
Սարյանը մի արվեստագետ է, ում յուրաքանչյուր կտավ ապրում է, շնչում է արևով ու գույնով, և մենք ուրախ ենք մեր սաներին ներկայացնել այդ հոգևոր գույները։ Միջոցառման նպատակն է ևս մեկ քայլով մոտենալ նրա հանճարեղ ինքնությանը, ուղևորվել սարյանական Հայաստանի հողերից, լեռներից ու արևից շիկացած նրա գույների աշխարհը։ Նրա ավանդի շնորհիվ հայ գեղանկարչությունը իր ուրույն տեղն ունի համաշխարհային արվեստի մեջ։ Գրադարանում մթնոլորտը հագենում է սարյանական շնչով և պատանի նկարիչների համար դառնում ոգեշնչման ու ստեղծագործական որոնումների աղբյուր։ Մինչ նրանք նկարում են, միջոցառման մյուս մասնակիցները հանդես են գալիս Մարտիրոս Սարյանի կյանքի ու ստեղծագործության մասին զեկույցներով։ Նրա գույներն այնքան գեղեցիկ են, որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պետք է առաջնակարգ տեղ հատկացնի նրա համար։ Այդպիսի մեծ գնահատական է տվել ֆրանսիացի գրող քննադատ Լուի Արագոնը, մեծանուն նկարիչի։ Նա բնությունը ներկեց իր իսկ ժամանակին, շատերի համար անսովոր գույներով։ Նրա յուրաքանչյուր կտավ մի սիրո խոստովանություն է իր հայրենիքին։ Նրա արվեստը լավատես է, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախված։ Նրա նկարները կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ, բայց գլխավորը ազգային կոլորիտի նկարիչ է։ Միջոցառման ընթացքում ներկայացվում են նաև Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լուսանկարչության խմբակի սաների և Գավառի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները։ Կարևորվում է մարզային գրադարանի հետ մշակութային գործակցությունը ի նպաստ տարբեր տարիքի ընթերցողների գեղագիտական ճաշակի ձևավորման և զարգացման։ Շատ կարևոր է միտք ունենալ, այն միտք ունենալ, որը միշտ դուք ունենում եք, մարզային գրադարանը միշտ ունենում է, միշտ տեմպի մեջ է, ոչ մեկի մոտ հեշտ չի, Սարյանի կյանքում ոչինչ հեշտ չի եղել, թեպետ նա ամենաապահովված և ամենափառքին արժանացած նկարիչն է, ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային նկարիչների կյանքի պատմությունը, երբ որ ուսումնասիրում եք, ինչպես տեսանյութում ասվեց, նա եզակի նկարիչն է, ով զգացել է, որ իրեն հարգում են և ինքը պահանջված նկարիչ է։ Ես շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, նորություն չի, որ մեզ միշտ Համբարձումյանը զարմացնում է և իզուր չէր, որ այսօր մենք եկանք և չենք փոշմանում։ Օրը գրադարանում շարունակվում է իսահակյանական ընթերցումներով։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները միանում են Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող ընթերցանության առցանց մարաթոնին։ Մարզային գրադարանի մասնակցությունն այս մարաթոնին առավել գեղարվեստական են դարձնում Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտների և գրադարանի շնորհալի ընթերցողների ելույթներն ու Գավառի գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործական ընթացքը, որի արդյունքն են դառնում Ավետիք Իսահակյանի դիմանկարները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Գավառի համար 8 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները համախմբվել են Հացառատ թաղամասի Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների բակում, նշում են Պարի միջազգային օրը, հնարավորությունն օգտագործում են ևս մեկ անգամ անդրադառնալու ազգային պարերին, մոռացությունից վեր հանելու հին հայկական ավանդույթները, ժողովրդական ծեսերն ու խաղերը։ Միջին և ավագ դասարանների աշակերտները շուրջ պար են բռնում եկեղեցիների բակում, իսկ նախակրթարանի սաներն ու կրտսեր դպրոցականները խաղում են գրեթե մոռացության մատնված խաղեր, իրենց համար բացահայտելով դրանց աշխուժությունն ու զվարճալի լինելը։ Սովորողների մշակութային կրթությանը նպաստող միջոցառման նախաձեռնությունը դպրոցի տնօրեն Շուշան Խաչատրյանինն է և իրականություն է դառնում մանկավարժական անձնակազմի գործուն աջակցությամբ։ Պարերի մշակման և ուսուցման հարցում օգնում է Հացառատ պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար պարուսույց Թամարա Գալոյանը։ Տոնին մեծահասակները ներկայացնում են լավաշ թխելու ընթացքը, իսկ ավանդական ուտեստներով ծանրաբեռնված սեղանները հրավիրում են համտեսի։ Մշակութային միջոցառումից զատ կրթօջախի աշակերտներն ու մանկավարժները եկեղեցիների տարածքում իրականացնում են նաև մաքրման աշխատանքներ։ Հացի
Գրադարանը ներառականության հարթակ։ Գեղարքունիքի մարզային գրադարանը ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներն անցկացնում է այս խորագրի ներքո։ Ընթերցողները, Գավառ համայնքի դպրոցներն ու կրթամշակութային հաստատությունները գրադարանի տարբեր բաժինների հետ համատեղ անցկացնում են գրական, երաժշտական, ճանաչողական միջոցառումներ։ Ներկայիս աշխարհի տարաբնույթ մարտահրավերների պայմաններում գրադարանները դառնում են այն եզակի վայրերից մեկը, որտեղ տարբերվող մարդիկ կարող են համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ կրթվելու, զարգանալու, հաղորդակցվելու։ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանի գրադարանների և գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։ Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկում է մաթեոսյանական խոհերով։ Գավառի համար 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ներկայացնում են արձակագիր Հրանտ Մաթեոսյանի կենսագրությունը, նրա ստեղծագործությունների սեփական ընկալումներն ու մեկնաբանությունները, հատկապես անդրադարձ կատարելով Աշնանարև և Մենք ենք մեր սարերը վիպակներին։ Դիտում են նաև հատվածներ համանուն ֆիլմերից, վայելում Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը գրված Աշնանարև ֆիլմի համար։ Գեղարվեստական կատարումներով հանդես են գալիս նաև պատանիները։ Մեծանուն հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին նվիրված ցերեկույթով Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցը շարունակում է գրադարանային շաբաթը։ Աշակերտները խոսում են մեծ գրողի գրական ժառանգության մասին, ընթերցում հատվածներ նրա պոեզիայից և արձակից։ Ազգային գրադարանային ապրիլյան շաբաթի շրջանակներում այսօր մենք հավաքվել ենք Ավետիք Իսահակյանի պոեզիայի շուրջ։ Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու մեր մեծ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները և գնահատելու նրա ներդրումը մեր մշակույթի մեջ։ Արդեն ցնորքյան հնար ունենալ երգ այնքան նաիվ, որ հմայե երեխային և ծերունու սրտում մնա։ Սիրտդ կարող է վեհանալ, որ անսալով նրա սրտին երգ ես տվել ժողովրդին, որ իր երգով անմահանա։ Սար են գուգակ, նախշուն հավքեր, աղ, իմ մորս տեսել չեք, ծով են գուգակ, մարմանդ հովեր, ախր բարև բերել չեք, կյանքս կտան սրտից բուխած համբույրին, աղ, թե մեկը ինձ հասկանար ու սիրեր, ինչ կա երկրում և սրբազան և անգին, քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր, բայց ես կյանքում շատ սիրեցի ու լացի, մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս։ Հավքերի պես երգես թրան, հովերի հետ գնացին, արցունքներս ցողեր դարան, վարդի ծոցում շողացին, անցան օրեր, եկավ մահը, սար հողի տակ քուն մտա, իմ արցունքով շաղաղ վարդը շվակ ձգեց իմ վրա։ Աղջիկն ասավ և, ինձ բնավ դու չես սիրում, թե չէ, գնա մորդ սիրտը բեր, տղան մոլոր, գլխի կոր, քայլ առավ, լացեց, աղջիկա մոտ ետ դարավ, երբ նա տեսավ, զայրացավ, էլ չերևաց շեմքիս ասավ, մինչև սիրտը չբերես, աղբյուրի նման արցունք եմ ցողում, քո ջամփու վրա վարդեր վառելով, անձնազոհ մորպես սրտային դողում, քո բախտի համար լուր այրվելով։ Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը։ Այս գրքի քննարկումը լիովին համահունչ է դառնում ազգային գրադարանային շաբաթվա խորագրին, ևս մեկ անգամ հիշեցնելու, որ աշխարհին և երևույթներին անսահմանափակության դիրքերից նայող մարդկանց համար սահմանափակ կարողություններ չկան։ Ընթերցողները վերլուծում են գիրքը, հատվածներ ընթերցում, իսկ գրադարանի լավագույն ընթերցողներ Անիկ Ուրոյանը և Գևորգ Աֆրիկյանը խոսում են դժվարությունները հաղթահարելու, իրենց շրջապատող աշխարհն ու մտածելակերպը փոխելու կենսափորձից։ Նրանք պատրաստ են կիսվել իրենց ընթերցողական ճանապարհով, ապրումներով ու փորձով։ Շնորհակալ ենք նրանց մեր հրավերը ընդունելու եւ այս կարևոր զրույցի մասնակից լինելու համար։ Ինչպես ենք մենք մեզ պահում, երբ հանդիպում ենք սահմանափակ կարողություններով մարդու, նկատում ենք, թե չտեսնելու տալիս, օգնում ենք հարկ եղած դեպքում, թե վարանում, քայլ անել, որովհետև չգիտենք ինչ անել ու ոնց։ Հարցերը շատ են, եւ մենք ստեղծում ենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա լիարժեք իրացնել իր ներուժը, անկախ ֆիզիկական կամ մտավոր կարողություններից։ Հաշմանդամությունը դատավճիռ չէ։
Այն ոչ ոքի ընտրությունը չէ, բայց հաշմանդամությունը պատճառ չէ, որպեսզի հրաժարվես լիարժեք կյանքով ապրել, կրթություն ստանալ, սիրել եւ սիրվել, զրկված լինել երեխաներ ունենալու եւ սեփական երեխաներին դաստիարակելու իրավունքից։ Միշտ բոլորը նշում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ, ոչ թե ու սահմանափակ կարողություններն են ավելի շատ նշում, բայց ես կուզենամ նշել, որ հենց դա պետք է առաջինը փոխել, որովհետև ոչ մի մարդու հնարավորություններն են անսահմանափակ չեն, կան խնդիրներ, բայց պետք չէ ամեն ինչից հուսահատվել ու պետք է առաջ քայլել, քանի որ Բարձրյալը եթե մեզ է տվել այդ, այսպես ասած, իրավիճակը, ուրեմն նա իմացել է, որ մենակ մենք կարող ենք այդտեղից դուրս գալ եւ պետք է պայքարել եւ քայլել առաջ։ Հաշմանդամությունը ինքը իր մեջ ունի միշտ ցավի ինչ-որ բաժին, որը միշտ մնում է անձի հետ անկախ իր անցած ճանապարհից։ Իհարկե այսօր ներառականություն տերմինը մտած է արդեն մեր խոսքի մեջ եւ մենք այն կիրառում ենք վստահությամբ, սակայն սրանից մոտ 25 տարի առաջ մեզնից ոչ մեկ չգիտեր ինչ է նշանակում ներառականություն եւ որն է ներառականություն, բայց մենք հաջողում ենք դպրոց հանդիսանում ենք հասարակության անդամ, շատ խնդիրների է հանդիպել ու այդ առաջին խնդիրը հենց եղել է միջավայրի մատչելիության խնդիրը, այսինքն այնտեղ որտեղ որ ես ապրել եմ, ապրում եմ, ոչինչ հարմար չէ ինձ համար եւ ես պետք է հարմարեցնեմ կամ ինձ օգնող մարդիկ պետք է հարմարեցնեն։ Ազգային գրադարանային շաբաթը ոգեշնչման, ընթերցանության եւ գիտելիքի նկատմամբ սիրո տարածման, միմյանց լսելու կարողության զարգացման լավագույն հնարավորությունն է։ Ոչ միայն գրադարանի, այլև միջոցառումների բոլոր մասնակիցների կարծիքն է եւ գնահատականը համատեղ աշխատանքին։